Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել տնտեսվարողների կողմից արտահանված պտղի, բանջարեղենի, ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի գինու եւ շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակի արտահանման համար առաջացող փոխհատուցման ենթակա ծախսերը։ Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի սկզբին, կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր։ Ծրագրով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ եւ սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ։ Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 3 միլիարդ դրամի փոխհատուցումը մեծ թիվ է, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալները մեծ են։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է արտահանման ծավալները։ Հունիսին արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1.5 միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230,000 լիտր շշալցված խաղողի գինի եւ այլն։ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված հիմնական եւ ոչ հիմնական 201 շենք շինություն։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել է 2 պայմանագիր։ Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ-ի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները։ 25 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու, ընդհանուր 12.5 միլիոն դրամի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 26.5 միլիոն դրամ։ 25 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106.7 միլիոն դրամ։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 68.5 միլիոն դրամ։ 10 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա, գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու, կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 39.9 միլիոն դրամ։ Հարկային իրավախախտման կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 729 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր։ Արդյունքում ներկայացված ճշտված հայտարարագրերով ինվոյսային արժեքը բարձրացվել է 888.9 միլիոն դրամով եւ հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 177.8 միլիոն դրամ հարկի գումար։